ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հաստատությունն այս տարվա մարտ ամսին հրատարակեց մի ծավալուն հետազոտություն դիվանագիտական պատմություն հայ-թուրքական արձանագրությունները վերտառությամբ։ 125 էջանոց այս աշխատության հեղինակ նույն հաստատության խաղաղության կառուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսը իր աշխատությունը հանրությանը ներկայացրեց Վաշինգտոնի Կարնեգիի հաստատությունում երեքշաբթի օրը։ Դեյվիդ Ֆիլիպսը արագ անցում կատարելով աշխատության բոլոր բաժինների վրայով ասաց, թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսվել էր դեռևս հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադրման օրվանից, երբ փորձարվեց տեղաշարժ սկսել ոչ պետական կառավարական մակարդակով։ Հայ-թուրքական հանձնաժողովի աշխատանքներով սկսված գործընթացում թուրքերը շահեցին իրենց տեսանկյունից, ասաց Դեյվիդ Ֆիլիպսը, քանի որ անցումային արդարադատության միջազգային կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի ցեղասպանությունների մասին 48 թվականի կոնվենցիան չունի հետադարձ ուժ եւ Թուրքիային չի կարելի ներկայացնել փոխհատուցման կամ տարածքային պահանջներ։ Հայերը շահեցին նրանով, որ 15 թվականի իրադարձությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն։ Այս դեպքում փաստորեն ցեղասպանություն եզրույթը գործեց հետադարձ ուժով։ Չնայած Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում հազարավոր մարդիկ կրում էին «Ես Հրանտ Դինք եմ» բառերով ցուցապաստառներ, Սևծովյան մի շարք երկրներում եւ տարածքներում մարդիկ դուրս էին գալիս «Ես նոր Աթաթուրք եմ» բառերով ցուցապաստառներով։ Այս ընթացքում լարվածության այլ փաստերի մասին հիշեցնելուց հետո բանախոսը ներկայացրեց Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը եւ մինչեւ ստորագրումը ժամ էր տևած փակուղային իրավիճակը։ Այս գործընթացում հերոսներ էին Թուրքիայի նախագահ Գյուլը, որը ունեցավ Հայաստան այց կատարելու քաջություն, Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը հրավիրեց նրան Հայաստան։ Ավելի քիչ էր Թուրքիայի վարչապետ Էրդողանի կարևորությունը, որը ամեն ինչ անում էր Լեռնային Ղարաբաղի հարցը արձանագրություններում ընդգրկելու համար, հանդես գալիս Թուրքիայում անօրինական եղանակով ապրող հայերի մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը դադարեցնում գազի առաքումները Թուրքիա եւ հետաձգում Շահ Դենիզի շահագործումը։ Հայաստանի թերությունն այն էր, որ գործընթացի մասին այստեղ չկար քաղաքացիական հասարակության հետ որևէ կապ ու քննարկում։ ԱՄՆ-ի նախկին դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը կարծում է, որ վավերացման կետում իր մահկանացուն կնքած հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան օգտագործեց որպես շոու, նախապես համոզված լինելով, որ Հայաստանը երբևիցե չէր համաձայնվի ստորագրել այն։ Սակայն արձանագրություններում առկա բաղադրիչները, ըստ Դեյվիդ Ֆիլիպսի, պատրաստում են առաջընթաց ուղի։ Եթե Էրդողանը ներողություն է խնդրում քրդերից 36 թվականին Դերսիմում իրականացված ջարդերի համար, հենվելով մահմեդական սկզբունքների վրա պիտի ներողություն խնդրի նաև հայերի հետ կատարվածի համար, այնուհետև ներկայացնի արձանագրությունները վավերացման, ասաց Դեյվիդ Ֆիլիպսը։ Ամերիկայի ձայնի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք որ կողմը պիտի խաղի մեջ մտցնի ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ կեսը ազդարարող հանդիպման գնդակը, Դեյվիդ Ֆիլիպսը ասաց. Կարծում եմ այս դեպքում ֆուտբոլային հանդիպման երկրորդ կեսը կիսով չափ դատարկ է։ Գնդակը Թուրքիայի դաշտում է։ Թուրքիան ավելի հզոր պետություն է, իսկ փակուղուց դուրս գալու պատասխանատվությունը Անկարայի վրա։ Եթե դադարեցնում ես պտտել հեծանվի անիվները, գալիս է մի պահ, երբ ընկնում ես հեծանվի հետ միասին։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։